Ում շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյոք ժողովրդի ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի է դրական համարել։ Ում էր ձեռնտու։ Եթե ասեմ ներկայիս իշխանությանը, չեմ կարող ասեմ ու ապացուցեմ, որովհետև ներկայիս իշխանությունը համես կողմն է, համեն կողմն իրանք էլ գլխի չեն, ինչ են անում, ինչ են անում։ Ոչ ռուսից են փոք գալիս, ոչ են կողմն են գնում, ոչ են կողմը Եվրոպային մենք ընդհանրապես պետք չենք։ Նույն Վրաստանը եկավ, նույն Ուկրաինան, ինչ Եվրոպա, մեզ հայերը իրեն չեն ընդունում, Եվրոպացին հային ընդունում, հա։ Ասում է դու Կիրովագանց ես, դու Լեննագանց ես, դու Ղարաբաղց ես, դու եսի Մարդունեցի ես, բայց հայ են չես արմել։ Այսօր կա Զանգեզուրի միջանցքը թեկուզ ամերիկացին կայնի, դա նույն թուրքն է։ Նույն ՆԱՏՕ-ի անդամն է, կարող է թուրքը հային վրա նեղի ճնշի ամերիկան կա օգնի կամ Ֆրանսիան։ Ինչ տարբերություն։ Տարբերություն չկա Թուրքի եւ ամերիկացու միջեւ հիմա։ Ոչ մի տարբերություն չկա։ Նույն ՆԱՏՕ-ի անդամը ոնց կարա ասենք Ես չգիտեմ ումա ձեռնտու, բայց որ մեր հասարակ են իրա քրդինքով փող աշխատող, թե գյուղացուն, թե թեկուզ տաքսու վարորդին, վնասը այդ 1,000,000%։ Ումա ձեռնտու, գնացեք այդ հարցը հենա իշխանավորներին տվեք, ախպեր, ասախ ես երկիր ես վիճակի բերեք, հակ չէ, անեիք, ոնց ասեմ, ձեր ուղեղը մի քիչ աշխատացնեք, խելացի քաղաքականություն վարեք, ոչ թե դեմ գնաք, այլ սիրաշահելով, ես շատ գիտեմ, քո գործը առաջ տանես, որ քո տնտեսությունը, հիմա ես քեզ եմ հարց տալիս, որ հիմա մեր տնտեսվողները, լոգիստիկայով զբաղվող ընկերությունները այսօր կան, հիմա մարդիկ ամիսներով լարցում լրված են, մի հատ կարող եք ասել, հնարավոր է դրանից խուսափել, թե չէ, ես ասում եմ 100% հնարավոր է, ուղղակի պետք է լեզու գտնել ընդեղ, ինձ համար թուրքը թշնամի է, ես է հայամետ եմ, կարաս գնա Թուրքիա չէ, Ռուսիա հետ լեզու գտի, որ մեր հայերից Հայաստանի գործը առաջ գնա, Արևմուտքի հետ լեզու գտի, որ էլի մեր գործը առաջ գնա, Պարսիկի հետ լեզու գտի, Պարսիկն է քեզ օգնության հասցեին 90-ականներին, որ քո գործը առաջ գնա, Թուրքի հետ հացը չեն կիսի, ոչ մի բան, Թուրքը մեր թշնամին է, դարերով մեզ խափե կոտորել է, հիմա նայեք, Շահումյանի շրջանը ոնց հանձնվեց, էլի ժողովրդին խափեցին, լրիվ մայկա տրուսիկով ժողովրդը անտառներ ընկած տուն եկավ, նույնը Արցախը կատարվեց, անընդհատ նույնը մեզ հետ կրկնում է, մենք մեր պատմությունից դասեր չենք խաղում, հավատում ենք ինչ-որ ես ում կողմից ֆինանսավորվող ինչ-որ խմբակների Այո, պետք է լինի մեր երկրի ղեկավարը, որ երկիրը հզորացնի։ Ով ժողովրդի կողքին կկանգնի աղջիկ ջան, ով կմտածի ժողովրդի մասին, որովհետև հիմա ժողովրդի վիճակն այնքան ծանր, որ չի կարելի վստահել այս հիվանդի։ Նժդեի պես, Կարեն Դեմիրճյանի պես, մնացած հայրենասերների պես մարդիկ ցավոտան։ Հույս ունենան, որ մեկը կլինի։ Պետք է բոլորի շահին են նայել։ Հայրենասեր ամենակարևորը։ Ու ոչ կոռուպցիան էր կարելի է դες ասել։ Առաջ հերթին պետք է լինի լավ մարդ եւ ամենակարևորը Աստծուն հավատացող մարդ։ Ով ապավինի Աստծուն նայել, լավ կարող է ղեկավարել երկիրը։ Աստվածավախ մարդուն։ Ես լիշնա ոչ Մերժել եմ, ոչ Նիկոլին եմ ընտրել, երբեք իրան չեմ ընտրել։ Շատ կասկածելի անձնավորություն է, ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը գլխին դուխով կեպ կայա դնեմ ու դառնա թագավոր։ Դա անհավատալի բան է, աշխարհի պատմության մեջ դες բան եղած չի։ հայրենասեր ամենակարևորը ազգանվեր մարդ, որ կարողանա հոգ տանել ազգի համար, ընդհանրապես դա։ Դա դժվար հարց է, ղեկավարը պետք է մի քիչ խելքով լինի։ Ու դրա մասին համիկ դժվար է դզելը։ Այնքան բաներ կա, որ դզվելու։ Դա դժվար է, ով էլ կա, չի կա դզի։ Ինչպեսին պետք է լինի, պետք է լինի խելացի, կարգին մարդ, իր երկրի համար լավ ձևով մտածող մարդ։ Նա ով է այդ մարդը, որ մեր երկիրը ոտի հանի։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, ամեն մարդ իր ձևով է մտածում։ Այո, պետք է լինի մեր երկրի ղեկավարը, որ երկիրը լավ է գնա։ Ես էլ եմ մոլորված, մալնի բանիմաց մասնակետ, ագահությունից զզվող, արդարություն սիրող մեկ էլ Աստվածավախ։
Ժողովուրդն իշխանություն։ Դուք, ես, վերջապես պետք է խելքը գլուխներս գա, ոչ թե բարի թագավոր ընտրեն, իրանք են խապեն ասեն, այս մեկը բարի պոլիցեյսկի է, այս մեկը չար։ Բերեք սրանք ընտրենք, բայց երկուսն են նույն բանից են։ Բրոնց խփած բավական է։ Մեր հույսը Աստված է եւ մեր բանականությունը, որ ընտրենք այն ձևի մարդու, որը նորմալ երկիրի ղեկավարի օրենքով։ Ու հետո դες այնքան են իշխանությունները բաները մի բան եղնեմա գցում են ժողովրդի վրա, ասում են եթե համաձայն չեք բան արեք, հեղափոխություն արեք։ Մի քանի անգամ լսել եմ։ Չէ, ասում են եթե համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Ժողովուրդը դուրս չգալի, ասում են ուրեմն համաձայն եք, վերջացավ։ Երբ որ մարդը իրան հոգու խորքում գլուխը բարձին դնել զգա, որ ինքը պատասխանատու է իր այսօրվա արածի համար վաղը առավոտ պատասխանատալու, հաստատ վատ բան չի անել, էլի։ 7 անգամ կմտածի, նոր կորոշի, օրենք կընդունի, եկեք ամենքս մեր դիրքում, մեզ ստանձնված աշխատանքը բարեխիղճ կատարենք, պատասխանատվությամբ վաղվա օրվա հանդեպ։ Այս իմ երեխեսա իր հանդեպ ես պատասխանատվություն եմ կրում, որ այսօր իմ գործը լավ անեմ, որ վաղվա օրը ինքը երբ որ մեծանա, ինչ որ չորությամբ եսիմ ինչ չտենա, կամ вообще այս երկիրի կլնի թե չէ։ Այ երբ որ այն ամենաբարձր պաշտոնյայից սկսած բոլորը պատասխանատվությամբ կմոտենան իրաց գործին, Եմ թե երկիր կդառնա։ 3 միլիոն վարչապետ էինք 18 թվականին, բայց այսօր դառանք 3 միլիոն ռագատի կար։ Իրանք ընդեր սենց են ան, որոշում են Excel-ը սխալ է եղել։ Այդ խեղկատակը ցիրկ է էլի։ Այս ժողովուրդը ձեզ ինչ արի հարգելի իշխանություն։ Արա հենց արեք ձեզ լավ եղնի, այս ժողովրդուն լավ եղնի էլի։ Մենք այս հողի վից ես ենկոմ չեմ գնալու։ Ես այս իմ հայոց հողի վից ենկոմ չեմ գնալու։ Ուզմա թուրքը գա, ով ուզմա գա, ես կպայքարեմ իմ պայքարը, բայց ենկոմ չեմ գնալու, ինչքան ուզմա իրանք վատ թարասնեն, ընտրությունը անցավ, ակցիզային հարկերխի բարձացավ, կարաս ասես։